Քրիստոսի սիրով ողջույն ձեզ։ Մեծ պահքի այս ճամփորդության ընթացքում հոգևոր կյանքի հետ կապված բազմաթիվ հարցեր կարող են առաջանալ, որոնց պատասխանները գտնելու համար անշուշտ ամենից առաջ բոլորիս հարկավոր է իմաստություն։ Իսկ ինչպես ձեռք բերել իմաստությունը։ Մեզ քրիստոնյաներիս համար գոնե հստակ է, որ իմաստության անսպառ աղբյուր է Աստվածաշունչ Մատյանը, որն ամեն անգամ ընթերցելով մենք վերալուսավորվում ենք եւ մեզ համար արձանագրում, որ իմաստությունը պարզապես գիտելիքի պաշար չէ, այլ բարոյականության սկզբունքներ է նաեւ, որոնցով առաջնորդվելով մենք փորձում ենք քրիստոնյա կյանքով ապրել։ Ընթերցենք այսօրվա հատվածը, որ Սողոմոնի իմաստությունից է։ Որդյակ, եթե ընդունես իմ պատգամներն ու պատվիրանները եւ պահես քո մեջ, քո ականջը կլսի իմաստությունը, սիրտդ էլ իմաստության կխոնարեցնես եւ դու այն իբրև խրատ կավանդես որդուդ։ Իսկ եթե իմաստությունը վերակոչես եւ հանճարին դառնաս ձայնակից, եւ եթե փնտրես այն իբրև ընտիր արծաթ եւ իբրև գանձ փնտրես այն, այդ ժամ կհասկանաս երկյուղը Տիրոջից եւ կգտնես Աստծո գիտությունը, քանզի Տերն է տալիս իմաստությունը եւ նրա երեսից են ճառագում գիտությունն ու հանճարը։ Նա է ուղղամիտներին փրկությունը, վերակացու է լինում նրանց ընթացքին, նա է պահպանում արդարների ճանապարհը եւ ամրացնում իր երկյուղացների ճանապարհները։ Սիրելիներ, Սողոմոն իմաստունը Տիրոջից իմաստություն խնդրեց, ոչ ուրիշ բան, օրինակ փառք կամ հարստություն, որովհետև թերևս ամենից լավ նա էր հասկանում իմաստության արժեքը, եւ այսօր էլ մեզ այս ընթերցման միջոցով պատգամում է փնտրել իմաստությունը իբրև գանձ։ Եվ եթե մենք հոգևոր աչքերով նայենք, կտեսնենք, որ եւ կհասկանանք, կընկալենք, որ իմաստությունը ամենից առաջ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսն է։ Եվ խնդրելով իմաստություն, խնդրում ենք նաեւ Քրիստոսի ներկայությունը մեր կյանքում։ Եվ եթե Քրիստոս ներկա լինի մեր կյանքում, մենք վստահաբար կկարողանանք կատարել նրա պատվիրանները եւ բարիք գործել։ Հետևաբար, սիրելիներ, ամեն օր այս պահքի ընթացքում ընթերցելով Աստվածաշունչ Մատյանը, ձգտենք հաղորդ դառնալ աստվածային իմաստությանը, որպեսզի Տերը լուսավորի մեր մտքերը ամեն վարքյան բարիք գործելու եւ նրանով առաջնորդվելու։ Աստված պահապան ամենքիս։